Երթինի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Եվ բնականաբար դուք էլ վստահ եմ համոզված եք, որ վերլուծությունը վերաբերելու է երեկվա Գազայի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, ձեր վերաբերմունքը եւ ձեր պատկերացումները ինչ է սպասվում։ Ճիշտ ասած, ուզում եի գոնե ֆուտբոլից հետո մի քիչ լավ տրամադրությամբ այսպես ֆուտբոլը միշտ լավ տրամադրություն, որ մերոնք հաղթում են, մի քիչ լավ տրամադրություն է տալի։ Այն էլ այսօր Տիգրան Բարսեղյան եղանք, չգիտեմ, ուրեմն առանց հետ էլ հիմա վերլուծաբանների համար շատ բարդ հետաքրքիր մի կողմից, բայց մյուս կողմից շատ բարդ ժամանակաշրջան է, որովհետև ուրեմն շատ դժվար է, շատ են փաստերը, շատ են խաղերը, շատ են կոմբինացիաները, որոնք պետք է կարողանաս գուշակել եւ ամեն խոսքը ուրեմն պետք է շատ կշռվի, որովհետեւ շատ բարդ ժամանակահատված է։ Շատ կարևոր բան տեղի ունեցավ, այսօր իդեպ Միացյալ Նահանգներում էր Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որը փորձում են փրկեն, իդեպ սա հետաքրքիր հիշենք, այս պահը շատ կարևոր մի բան է հիմա, ես կասեմ, ես երեք ներկայացրեցի, որ Խավիեր արգենտինական պեսոն փորձում են փրկել։ Եվ խնդիրը այն է, որ սա Միացյալ Նահանգներ Չինաստան պատերազմն է, շատ լուրջ, եւ Չինաստանի այդ թշնամական քայլը, որ արեց ամբողջ աշխարհի նկատմամբ, միանշանակ նրա համար արվեց եւ երեք դա բարձ դարձավ վերջնականապես Թրամփի ելույթում Քնեսետից եւ արաբական երկրների հանդիպման ժամանակ մահմեդական երկրների, ասենք այսպես մենակ արաբները չէին, որ ուրեմն Չինաստանը հասկացավ, որ այդ միջոցառումը ուղղակի միջոցառում չէր, որ Թրամփը հավաքել է, որովհետեւ եթե դուք տեսաք, լիդերների մեծ մասը այնտեղ անելիք չունեին, ուղղակի նստած էին, բայց Թրամփը հավաքել էր, այսինքն կազմը հրապարակել էր ԱՄՆ-ն։ Հետաքրքրական է, որ ուրեմն Թրամփի համար գլխավոր նպատակը ձգտելը, որպեսզի Իսրայելն ու արաբական երկրները Աբրահամյան համաձայնագրերը կնքեն։ Եվ չնայած Թուրքիան ճարահացյալ գնաց այս process-ին, որովհետև հասկանում են, որ եւ ուրեմն զինվելու խնդիր ունի Թուրքիան, իրենք ծրագրեր ունեն եւ ինքը էներգակիրների հաբ է ուզում դառնալ, ինքը ուզում է թուրքական աշխարհը սկսել կոնտրոլ անել այս ճանապարհի բացումը, ուզում է իր դիրքերը ամրապնդել։ Դրա համար Թուրքիային հիմա Էրդողանին ձեռնտու չի ուղիղ կոնֆրոնտացիայի մեջ մտնել Միացյալ Նահանգների, դրա համար իրեն շնիկին Ալ-Շարային էր զսպում է որոշակի առումով, բայց օրինակ ըստ տեղեկությունների Էրդողանի վերջի պահին Թրամփը համոզել է եւ Սիսիին, որպեսզի հրավիրի Նեթանյահուին այդ հանդիպման ժամանակ, իսկ ամբողջ Թրամփի ելույթը եւ Կնեսետում եւ բացի այդ մնացած բոլոր կարևոր եւ ոչ այդքան կարևոր բաներից, լիրիկական զեղումներից գլխավոր միտքը այդ էր։ Այս խաղաղության պայմանագիրը կնքվել է, որպեսզի արաբական երկրներն ու Իսրայելը այսուհետ ապրեն թշնամանքի մեջ, վերանան հակամահմեդականությունը, անտիսեմիզմը եւ այսպիսի բոլոր բաները, հակահրեականությունը։ Ապրեն թշնամանքի մեջ։ Չէ, ես ասի թշնամանք, կներեք։ Ապրեն անձրև այսօր ուղղակի, ապրեն խաղաղության մեջ, ստեղծեն ընդհանուր տնտեսական գոտի, ընդհանուր ենթակառուցվածքներ, ինչը այնքան կկապի այս պետությունների իրար, հատկապես որ Իսրայելը AI-ի ոլորտում է շատ առաջատար տնտեսությունն է նորարարական եւ ինքը արաբական երկրներին շատ բան կարող է տալ։ Եվ գլխավոր մեսիջը արաբական երկրներին այն էր. դուք վախենում եք Իրանից, դուք պատճառաբանում եք Գազայի խնդիրը։ Իրանի հարցով, եթե Իրանը այսօր լիներ նույն Իրանը եւ հզոր, դուք կվախենայիք այս ամեն ինչը անել, բայց քանի որ հիմա Իրանի հարցը ես լուծեցի, Գազայի հարցն էլ ես լուծեցի, ուրեմն ես չեմ ընդունելու որևէ արդարացումներ, հա։ Եվ Թրամփը իրեն պահում էր իսկական, այսինքն դուք տեսաք, այսինքն քաղաքացիները չէր, ամեն ինչը իր շուրջ էր։ Ամեն ինչը, այսպես ասում են, ինքը այսպես գլխավորը, ինքը Եգիպտոսին են տարտել։ Նույնիսկ Բայդենը գովեց այդ։ Այո, ինքը տանտերեր իրան ասում, դրա համար գիտեք ինչ, երբ որ ես այն ժամանակ ասում էի, որ այո, այնպես չի որ մենք Թրամփի բոլոր հայացքները կիսում ենք, բայց չի կարելի Թրամփին շատերը ինչ որ sense չեմ ուզում անվանարկումներ անել, բայց ինչ որ շատ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ նստում են ափր-ցփր Թրամփը sense Թրամփն այդտեղը, այդ sense-ը ինչ որ ժողովրդական լեզվով տենց իրանց հորդուքանը չի այդ տանտերը
չի կարելի ասենք այտենց վերաբերվել։ Երբ որ ես ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի կարող լինել ինչ որ, այնց են ներկայացնում ոնց որ Տրամպը փողոցից եկած մի հատ չհաջողված ինչ որ մեկն է, որը այսպես բան։ Այո, կարող է սխալվի եւ սխալվում է եւ բաներ անում, որ մեր ամեն ինչը։ Խոստովանեք, որ դուք էլ մի ժամանակ թերահավատորեն եք վերաբերում այս ամենին։ Որ Տրամփի գործունեությանը։ Թերահավատորեն որ պահով կոնկրետ։ Չէ, ես միշտ փորձել եմ, ես ել եմ ասում, Տրամփի ոչ բոլոր հայացքներն եմ կիսում, բայց երբեք Տրամփին չեմ ներկայացրել որպես հիմար։ Երբեք չեմ կարծել, որ Տրամփը ուրեմն կարա Ամերիկայում կարա հիմար մարդը դառնա Միացյալ Նահանգների նախագահ։ Միշտ փորձել եմ, երբ որ ինքը խոսում էր, որ ինքը Ուկրաինան կհանձնի, դուք կհիշեք, ես երբեք չեմ ասել, որ ինքը Ուկրաինան կհանձնի, որտեղ ես ասել եմ, որ ատե ինձ կխոսում է, բայց փորձել եմ գտնել պատճառը եւ ճշգրիտ դիագնոզը դրել եմ, ինչ էր ինքը խոսում Ուկրաինայի հետ կապված եւ ինչ էր ինքը ցանկանում։ Այսինքն թերահավատորեն վերաբերվելը վերաբերում էի նրան, որ արդյոք այո, ինքը կկարողանա այս գիծը առաջ տանել։ Իսկ ով չէր թերահավատորեն վերաբերվում, ինքը կկարողանա եւ մինչեւ հիմա այնպես չի, որ ինքը արել վերջացրել է։ Դուք տեսնում եք, որ Գազայում էլ լուծված չի հարցը այդուամենայնիվ, հա, այսինքն տեսեք, ռետորաբանությունը մի կողմ, բայց մենք պետքա սպասենք տեսնենք, ոչ մեկ չի կարող գուշակի այս ծանր աշխարհում ինքը կկարողանա միջև վերջ առաջ տանել, թե չէ։ Ավելին ասեմ, հաջորդ քայլը ինքը լավ հասկանում է, հրահանգ տվեց, որ հաջորդ կոնֆլիկտը պետքա ռուս-ուկրաինականը լուծվի։ Եվ այսօր էլ ասաց, որ երևի լսել եք իրեն, որ Էրդողանին փորձում է համոզել, ուղղորդել, որպեսզի միջամտի։ Այո, ճիշտ է, հենց դա ուզում ասի։ Թուրքիայի հետ կապված լրջակույն խնդիր կա։ Այս ամբողջ շղթայի մեջ Քաթարն ու Թուրքիան էին խնդրեմ։ Քաթարի աչքը վախացրեցին Իսրայելի հետ միասին։ Իհարկե, այնտեղ Իսրայելի վարչապետը ներողություն խնդրեց, այդ սա կոմբինացիա էր, որ խաղարկվեց, ինքն էլ ցավակցեց, իդեպ երեք ցավակցեց հենց բեմից Քաթարի ուրեմն էմիրին, այդ դեպքերի համար ափսոսանք հայտնեց, բան չունեմ ասելու, բայց զոհվել էին դիվանագետներ։ Այո։ Եվ այստեղ խնդիրը հետևյալն է, Էրդողանն է դեմ կանգնել, որպեսզի Նեթանյահուն գնա։ Իհարկե մի պատճառ է բերվում, որ Նեթանյահուն ինքը անձամբ չէր ուզում ձեռք սեղմել Մահմուդ Աբբասին, բայց ես կարծում եմ, որ այսքանից Նեթանյահուն ստիպված կարող էր լինել ստեղմել այդ ձեռքը, որպեսզի որտեվ այնքան է ռեպուտացիան ընկած եւ ինքը այնքան խնդրեմ ունի երկրի ներսում, որ ուրեմն այսինքն այս իմաստով ինքը կարող է փորձել այդ դա անել, հա, բայց գլխավորապես եթե այդ տարբերակն է ճիշտ, որ Նեթանյահուի Էրդողանն է սպառնացել, որ կտապալի այդ ամեն ինչը, եթե գա Նեթանյահուն։ Այո, դուք վստահ եղեք, որ Էրդողանը թիրախում է։ Ընդ որում ասեմ ձեզ, եթե դուք նկատեցիք, Թրամփը մի փոքր ծաղրեց բեմի վրա Էրդողանին, երբ որ ինքը բուտմատը այսպես պահեց, Էրդողանի ոչ մեկին այդպես չարեց, ոչ մեկին ուշադրություն տար։ Էրդողանի ձեռքից էս տակից խփեց, ասեց ցեց արա, նկատեցիք այդ բանը։ Դա շատ իհարկե զավեշտալի բան է, բայց եկեք մի բան հասկանանք, որ այո, Թրամփը այս պահին, այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ ինքը Չինաստանին ցույց տվեց, որ կարող է գլոբալ հարավը միավորել իր գլխավորության ներքո։ Իսկ դուք գիտեք, որ գլոբալ հարավը միշտ այդ խնդիրն է եղել։ Ինքը լիդերությունը վերցրեց, ինչը ցավեցրեց շատ Չինաստանին։ Եվ երեք Սկոտ Բեսենտը շատ պարզ ուղիղ տեքստով ասեց, որ Չինաստանի թշնամական եւ ոչ մի տեղից չսպասված քայլը գալիս է նրա պատճառով, որտեղ Չինաստանը ֆինանսավորում է պատերազմները։ Իսկ հիշում եք ես ինչ էի այստեղ ասում։ Այսինքն հստակորեն ապացուցեց այն թեզը, որ ես ասում եի, որ այդ բոլոր պատերազմները ֆինանսավորում է Չինաստանը։ Եվ անգամ Պակիստանի հետ սահմանի վերջին դրվագը վստահ եմ Պակիստանի նախագահը գնաց Դոնալդ Տրամփի թևի տակ։ Եվ բոլոր այդ լիդերներին, որը ինքը կանչել էր, ինքը հատուկ ասեց, ես ում կանչել եմ եկել են։ Եվ շատ կարևոր էր այստեղ, տեսեք, հիմա քլստիվիները փորձում են ծաղրել Փաշինյանի գնալը, թե բա Փաշինյանը բաներ ուզում ասեր, Տրամփը կիսա թողեց եւ այլն, բայց ծայրահեղ կարևոր էր Փաշինյանի մասնակցությունը այս միջոցառմանը։ Ինքը ուղղակիորեն հրավիրել էր եւ Փաշինյանին այո, եւ Ալիևին։ Իհարկե, այնտեղ ճիշտ չհասկաց այդ դրվագը ինչ որ մեկնաբանում են ինչ է, կարող է կոմպլիմենտ էր ուզում անել Փաշինյանը կամ ինչ որ կարևոր բաներ ուզում ասել, էական չէր, 100 մարդ էր հավաքված բնականաբար։ Բայց մինչև այդ այո, Փաշինյանը ես առաջին այնտեղ մի քանի դրվագ ա եղել, Փաշինյանի առաջին, երբ որ իրենք դիմավորում են ինքը հյուրերին, այդ ժամանակ ես զայների տենց կիսա լսելով կիսաբան հասկացա, որ ոնց որ Դոնալդ Տրամփը Իրան ասեր դու խաղաղություն բերող տղա ես, տենց կնքող տղա ես, տենց ինչ-որ մի բան ասեց, Փաշինյանն ասեց, չէ, դու ես խաղաղությունը, այդպիսի մի դրվագ եղավ, հա, այսպիսի տարբերությամբ, հա, բայց ամենագլխավորը, հա, գնանք Գովազդի, լավ, գնանք Գովազդի, գլխավորին կանդրադառնանք Գովազդից հետո։
Մեր տաղավարում է վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, գովազդից առաջ խոսքը Փաշինյանի գագաթնաժողովին երեք Եգիպտոսում գտնվելուն էր վերաբերում։ Եվ գլխավորը ինչ էիք ասում։ Տեսեք, ուրեմն ցույց տվեց Թրամփը, ովքեր պետք է դառնան Աբրահամյան համաձայնագրի անդամ։ Ինքը ակնկալում է, որ ամենամեծ մուսուլմանական երկրի աշխարհի Ինդոնեզիան, Պակիստանից ակնկալում, հա։ Ընդ որում հետաքրքրական մի նյուանս էլ ասեմ, Պակիստանի նախագահը, որը մինչև այդ խոսում էր առավոտից իրիկուն Իսրայելի ցեղասպանության մասին, այո, իդեպ հետաքրքիր է, որոշ բալաբոլ արևմտամետներ Հայաստանում օգտագործում են պակիստանյան բառապաշարը, իրենց ներկայացնելով արևմտամետ, տենց իրենց փչած արևմտամետներ են, էլի, իրանք չեն հասկանում, որ իրանք օգտագործում են Էրդողանի բառապաշարը, պակիստանցի Շարիֆի բառապաշարը, Պուտինի ցանկությունները եւ մնացած ամեն ինչը եւ հետաքրքիր է որ Տրամփի մոտ չհամարձակվեց այդ բառապաշարը կրկնել հիմա ինչ ենք եզրակացնում այդ մարդկանց ով էր հավաքել էր Տրամփը իդեպ մի քանի օր առաջ Պուտինը հավաքել էր տեսնում եք անդադ քաշում է Փաշինյանին տանում է օրը մեջ Ռուսաստան մի հատ սրա համար մի հատ ապահա մի հատ տեսկո մի հատ անձնական հանդիպում չգիտեմ ուզում է ապացուցի որ առևտրաշրջանառությունը առավել ավելի մեծ է քան կա իրականում հա ադամանդերի փուչիկը տրակեց այդքան խոսում ենք իմ ասում եմ Երևի իրան լավ չեն զեկուցել ինչի համար է տարել երևի իդեպ մի բան ասեմ ինձ մոտ արդեն տպավորություն է ստեղծում որ իրան ամեն ինչ ճիշտ չեն զեկուցում հա ինչի այդ փուչիկը եղել 12 միլիարդի անցած տարվա որի 9 ասեց Փաշինյանը բայց նույն ժամանակահատվածի համար որ կան հասկանում ասեց 10 ամսվա կտրվածքով ասեց հա այս տարի 4 միլիարդ հա ինձ թվում է իրան ինչ որ անկապ բաներ են զեկուցել այդ 4 միլիարդն էլ է փչած ախր որովհետև այդ 4 միլիարդը սա զուգահեռ միջև է տեղել 1 միլիարդ լավ թող 2 դառնար մաքսիմում տասնյակ տարիներով չէին կարողանում 1 միլիարդ սարքին հիմա 1.4 դառավ հետո 12 հիմա ինքը ինչ որ տես ինքը ուզում էր ցույց տալ թե ինչքան է կախված Հայաստանը չստացվեց հասկանում եք չստացվեց եւ հիմա շանտաժ է գնում գիտեք այդ լավ էս չգիտեմ այս շաբաթ կա երևի հաջողացնենք այսօր երկշաբթի այնտեղ լուրջ շանտաժ է հա այսօր չեմ ուզում դրա վրա շեղվենք որտեվ լուրջ շանտաժ է գնում Հայաստանի հա այդ Սամվել Կարապետյանների Իսվան եւ այլն այդ թրաքերի հետ կապված հիմա գլխավորը Տրամփը տարավ Ալիևին Փաշինյանին ցույց տալով Պուտինին Չինաստանին որ էս իմ ժողովուրդն է եւ սրանից լուրջ հետեւություն պետք է անի Փաշինյանը երկրորդը Ալիևը վստահաբար այդտեղ էլի ժեստերի եւ թեթև բառեր լսելու ուրեմն բանով ես տեսա երբ որ Ալիևին ընդունում էր Թրամփը ասեց ոչ ես պատերազմելու մոտավորապես Ալիևը ասեց չէ no war հասկացաք այսինքն Թրամփը փորձում է այս իմաստով նաև զսպել Ալիևին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է Իրան շատ լավ է զեկուցում են իրականում, ով Ադրբեջանը ինչ նպատակներ ունի։ Զուգահեռաբար Ադրբեջանը վերականգնում է Ռուսաստանի հետ։ Եվ զուգահեռաբար Ադրբեջանը տանում է Հայաստանից տարածքային բաժներ ներկայացնելու քաղաքականությունը։ Չգիտեմ, տեսակ թե չէ, երեք ԵԱԿ-ն միջոցառում էր կազմակերպել, որտեղ հասարակական Ադրբեջանի կողմից պետական ֆինանսավորման հասարակական կազմակերպությունը, հասարակական չէ, կարծում ինչ կազմակերպություն էր, դե հավաքված ղեկավարը մոռացավ մոտս կար գրած։ Մի խոսքով էական չի, Ադրբեջանի ներկայացուցիչները Մեղրին համարեցին Ադրբեջանի տարածք, Մեղրու գյուղը։ Բաց այդ ԵԱԿ-ում նստած լկտիության աստիճանը։ Փաշազադեն ակտիվացել, ուլը, իսլամը, էլի, ուլ իսլամ, ես իրան կարճ ուլ եմ ասում, հա։ Ուրեմն, եւ տեսակ նորից փորձում են ապացուցել ընդ որում դա անում է եվրոպական գործընկերների մոտ, որպեսզի ապացուցի կամ ամերիկյան, որպեսզի ապացուցի, որ Հայաստանը չի պահպանում խաղաղությունը։ Այսինքն զուգահեռաբար Ալիևը հասկանում է, որ ինքը չի կարողանալու ստանալ Տրամփից այն, ինչ որ ինքը ակնկալում է, սա այն էր, ինչ որ ասում էինք, բայց այստեղ կա մի կարևոր բայց, հիմա վերադառնանք Միլեին խավիերնի։ Այսօր հանդիպում էր տեղն, որտեղ Գազայի հարցով սա շեշտեն կապում, այսօրվա թոփ նորությունն է։ Թրամփը ասեց, որ եթե Համասը չզինաթափի, մենք կզինաթափենք։ Եվ դա ասեց երկու անգամ, եւ դա ասեց շատ խիստ տոնով։ Ասեց իրանք ինձ խոսք են տվել։ Ես հանդիպել եմ, իրանք ինձ խոսք են տվել, եթե իրանք չզինաթափեն, ես կզինաթափեմ։ Մենք կզինաթափենք։ Դե ոնց արդեն պատկերացնենք, հա։ Այս իմաստով, որովհետև Տրամփը հասկանում է, սա էդ էր, որ ասում ենք, ստեղ հետ քայլ անելու տարբերակ ոչ մեկ չունի, ով հետ քայլ անեց պարտվում է։ Չինաստանը ինչու գնաց այդ քայլին, որը Սկոտ Բեսենտ ասում է իրանց ձեռնտու չի։
Ձեռնտու չի, որովհետև Չինաստանը հասկանում որ 1-2 տարում այդ վերամշակող հազվագյուտ մետաղները, վերամշակող գործարանները, կարողությունները արևմուտքը կմեծացնի եւ այդ կախվածությունը գլոբալ կվերանա Չինաստանից։ Ինքը հիմա մոնոպոլիա ունի, գրեթե 90% ինքն է վերամշակում։ Խոսքը արտանման մասին չի, շատ տեղեր կան այդ հազվադեպ մետաղները։ Խոսքը վերամշակման կարողությունների մասին է, զատելու մասին է, մի էլեմենտը մյուս էլեմենտից եւ այլն այսպես շարունակ, հա։ Եվ հարցը հետեւյալն է, որ Միլեին ինքը այսօր խոսացին ընտրությունների մասին 20 միլիարդ դոլար ֆոնդ է ստեղծել պեսոն փրկելու համար արգենտինական, ընդ որում ավելին ասեմ Սկոտ Բեսենտը, երբ որ գնաց որ կողմեք որ Արգենտինան անցնի դոլարի, որ Սկոտ Բեսենտը ասեց մենք չենք, այսինքն հասկացրեց որ պետք չի որ իրանք անցնեն դոլարի, մենք պեսոն սիրում ենք կոպիտ ասած, լավա թո պեսոն մնա։ Հիմա, բայց հարցը հետեւյալն է։ Պայմանա դրված Պարզ ասեց, ընդ որում ես սկսում շատ հավանել Սկոտ Բեսենտին, իդեպ ասեմ ձեզ, ամենապրոֆեսիոնալ դեմքերի մեջ, ընդ որում ինքը ֆինանսների նախարար է, բայց ինքը փայլուն արտաքին քաղաքականություն է հասկանում։ Այսօր շատ արտաքին շատ Ռուբիոյի կողմից որ պետք է ինչ-որ այդ արտահայտությունը ասում էր Բեսենտը։ Եվ ասեց մեզ պետք է, որպեսզի Արգենտինան ուրեմն հանի Չինաստանին իր պորտերից ոչ մի ռազմական համագործակցություն չլինի, հա, նաև մենք գիտենք, որ այնտեղ հազվագյուտ մետաղներ կա, պետք է չտրվի, եթե կան տրվել են Չինաստանին, պետք է տրվի Միացյալ Նահանգներին։ Ամերիկան Արգենտինայի օգնության դիմաց պահանջում է, որպեսզի ամբողջությամբ դուրս հանվի Չինաստանը երկրից։ Սա նրա մասին եմ ասում, Էս էինք ասում, որ Հայաստանը հիմա գնացել է անիմաստ Չինաստանի ոտերն անգե, այն դեպքում, որ Չինաստանը երկրներին ուղղակի տեսակ ինչ վիճակում է հայտնվել Արգենտինան եւ իր գումարը, եւ այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա։ Հարց հնչեց, իսկ եթե հանկարծ իդեպ Բոլիվիայում շուտով ընտրություններ լինելու եւ Ռուբիոն լավ նորություն ասեց, որ 20 տարի հետո երկու տեխնացուներն ուզում են Ամերիկայի հետ հարաբերություններ հաստատել մոտենան, այսինքն այս իմաստով է շատ կարեւոր։ Հրճակվել է գիծ Չինաստանը դուրս մղել բոլոր այն տեղերից, որտեղ Միացյալ Նահանգներն են։ Եվ այստեղ սա հատուկ եմ շեշտում, որպեսզի իրանք հասկանան սրա գին ինչ ան։ Եվ երբ որ ասեցին, որ այսինքն իմ լեզվով ասեմ, պարզ որպեսզի հասկանալի լինի, ամեն ինչից ստեղ ժամանակի չունենք։ Մի խոսքով, եթե Միլեյը չի ընտրվում, պարզա որ Ամերիկան ձեռը քաշում է։ Գնացեք նորից ձեր պարտքերի մեջ թաղվեք։ Չեմ օգնելու ոչ մի բանով, հա։ Մենք այս ամեն ինչը անում ենք ձեզ Արգենտինայի ժողովուրդ եւ ձեզ ասում ենք, այս մարդը ճիշտ տեխնացու է ձեր մոտ։ Մենք դուք կարող եք ծախսել, բայց ճիշտ։ Հա, բայց ինքներն եմ հավանում, չեք հավանում։ Այո։ Ռոքի սիրա։ Հա, բայց հետաքրքիր է, մի քիչ էլի էքսցենտրիկ բաներ ունի, բայց ասեց, տեսեք, մենք ձեզ հիմա օգնում ենք եւ մենք կօգնենք, որպեսզի դուք հետագայում էլ ծաղկեք, դուք ունեք պոտենցիալ շատ մեծ ապրանքների հետ կապված լավ ապրանքներ կա, կմեծացնենք ներմուծումը Միացյալ Նահանգների եւ այլն, բայց եթե հակաամերիկյան պարլամենտ եւ կառավարություն բերեք, ուրեմն մենք հետեւություններ կանենք։ Ոչ մի բան չեք ունենա։ Սա ինչի համար եմ ասում եզրափակելով։ Հիմա Հայաստանում տեսեք ինչ փողեր է ծախսվում, այս անոնս անեմ ու արդեն հաջորդ օրը խոսենք։ Ինչ փողեր է ծախվում ռուսների կողմից։ Մեծացնում են կարողությունները տենց շատ։ Տեսեք ինչ ռուսամոլ արդեն մի տարի առաջ ամենաակտիվը ռուսներն են Հայաստանում, տեսնում եք։ Եվ սա ով որ խաղաղություն է ուզում իրականում, որ ուզում է իրականում Հայաստանի, միգվանից պետք է մտածի ինչ է կատարվում աշխարհում եւ իր ամեն, ասենք, վերցրած 5000 դրամը, 10000 դրամը ռսից, ինչ գին է ունենալու իրանց համար։ Ռուսամետներից նաեւ, այսպես ասեմ։ Դա ռուսական փողեր է, էլի։ Այո։ Ընդունված է։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, ցտեսություն, կհանդիպենք վաղը։